Գրիգորյանը փայլուն խաղաց Հայաստանի հավաքականի պաշտպանը։ Տեսնում ենք, որ Հորդառատ Անձրևի ներքո է անցնում հանդիպումը, բայց դա խաղի տեմպի վրա ընդհանրապես չի ազդել, գնում է գրոհի արդեն Արարատ Արմենյան Թերան մրցակցի տուգանային հրապարակում է, հետ փոխանցում կարելի հարվածել Շահոյան եւ փրկում է այստեղ պաշտպանը։ Կամ չէ, Դուարտեի համար տեղը, բայց խաղա ժամանակը նրա գնալով ավելանում է։ Ահա նայ գնդակով։ Ընդ Մարգարյանի փորձում է շրջանցել նրան։ Բարձրից փոխանցում կատարում է, Փիլոյանը հեռացրեց, պայքարում է Միշելը, բայց Գրիգորյանը ուշադիր էր, հարվածում է Գրիգորյանը։ Ամեն անգամ չէ, որ կտեսնես կենտրոնական կիսապաշտպանի դիրքում Գրիգորյանին, այն էլ հարված կատարելիս եւ լավ խաղաց այստեղ Փիլոյանը, արագանում է Էդգար։ Էրիկ Փիլոյանը, իսկ սա գոլային պահեր, որը չի իրացնում Պոլիարուսը։ Դիրքերը փակում պաշտպանությունում։ Կիսապաշտպանը կորսում է գնդակը նորից Աղասարյանը, պատխահարկում Նուբիսի, հարվածում է և փակում է հարվածը պաշտպանը։ Տարբերակը առաջինը գնդակին քիչ էր մնում լիներ Յակովլևը, բայց ուշադիր խաղաց այստեղ Էդգար Գրիգորյանը։ Ոչ, Կեյրուշը, Կամո Հովանեսյան, չանցավ փոխանցումը, իսկ ինչ է այստեղ 11 մետրանոց է այստեղ և նորից այս թիմերի մրցավեճում 11 մետրանոց է վաստակում Արմեն Համբարձումյանը, ինչպես դա արել էր գավաթային առաջին մրցավեճում և Հայաստանում դեռ Մելիխովը 11 մետրանոց հետ չի մղել և չի մղի, որովհետև Նուբիսին ապակողմնորոշում է նրան, ուղարկում է գնդակը ձախ, իսկ Մելիխովը ցատկեց Նուբիսից աջ և հաշիվը բացված է հանդիպման 35-րդ րոպեին ավելի կա, դեռ չենք հաշվում լրացուցիչ այն րոպեները, որոնք կլինեն, իսկ սա մեն-մենակ դուրս գալու փորձ է Նուբիսի կողմից, պետք է գրավել դարպասը, դա էլ հենց անում է կամերունցի արձակվողը 2-0։ 2-0 է դառնում հաշիվը, ընդամենը 2 րոպեում 2 գոլ է խփում Արարատ Արմենյան և դուբլի հեղինակ է դառնում Մարիուս Նուբիսին, 12-րդ գոլը արդեն ընթացիկ առաջնությունում։ Մկրչյանին փոխարինել են և ասպարեզ է դուրս եկել 9 համարով Մաքսիմ Պալիենկոն, ձախ արձակվողը մնացել է Արտյոմ Պոլիարուսը, աջ արձակվողը Բրունո Միշելը և առաջին կեսում դեռ Վլադիսլավ Յակովլևին փոխարինել էր Նիկոլաս Կալուկյանը և քիչ էր մնում գնդակը հայտնվեր դարպասում, բայց պաշտպանը փրկեց, այնտեղ հնարավոր է ձեռքով խաղել է եղել, ևս մեկ հարված, նորից Մարգարյանն է հեռացնում, այքեզ մեկնարկ երկրորդ խաղակեսի, քիչ էր մնում հաշիվը խոշոր դառնար։ 11 մետրանոց չէր նշանակել, վառ համակարգը դա հաստատեց, շատ արագ խաղարկեցին, գեղեցիկ արագ փոխանցումներ Ուրարտուի կողմից, Պոլիարուս։ Եվ վտանգ է ստեղծում, բայց փրկում է Հենրի Ավագյանը, ֆենոմենալ սեյվ է կատարում Հայաստանի հավաքականի դարպասապահը։ Կարող է լինել սա այս հանդիպման, Պոլիարուսն է հարվածելու, հարվածում է կենտրոնով և հեռացնում է Ավագյանը։ Բրունսկով հեռացրեց, կլինի անկյունային։ Կոնկրետ Ֆաստեքս Պրեմիեր լիգայում Գունկոյի թիմը 5 անընդմեջ հաղթանակի շարք ունի, բայց այսօր մոտ է այդ շարքը ընդհատվելուն, տեսեք ինչ լավ գրոհ է անցկացնում Արարատ Արմենյան, փոխանցում կենտրոն և 3-0 Մարիուս Նուբիսի հետ-տրիկ և նորից նրան ասիստ է գրանցում Էդգար Գրիգորյանը։ Հանգիստ տոնեցին Արտակ Օսեյանը, Արթուր Մկրչյանը, Վարդան Մինասյանը, մարշական շտաբը Արարատ Արմենիայի, Մարիուս Նուբիսին ավելի հստակ է այստեղ ոտքը պարզում գոլ խփելու համար։ Հետ-տրիկ Երևանյան դերբիում Մարիուս Նուբիսի։ Արարատ Արմենյան ոչ, մրցավորը դեռ չի շտապում։ Եվ Էրիկ Օկանսին փորձում է դրանից օգտվել, Տենտոնն է հարվածելու, փրկում է Մելիխովը։ Մեկ հաղթանակ Ուրարտուի նկատմամբ առաջնությունում, ուստի նրանց միջև իհարկե անկախ այս խաղի հաշվից հավասարության դեպքում ունենալու է առավելություն Ուրարտուն։ Խաղից դուրս էր, այնտեղ ցույց է տալիս Հենրիկ Նալբանդյանը։ Սպասվածից բավականին երկար գնաց հանդիպումը, բայց հաճելի էր այն տեսանկյունից, որ գոլային պահեր տեսանք այդ ընթացքում։ Եվ այ հիմա ազարում է
Խաղի ավարտը Արարատ Արմենյան արտագնա մրցավեճում հաղթում է Ուրարտուին 25-րդ տուրի կենտրոնական մրցավեճում շնորհավորում ենք Արարատ Արմենիային եւ նրա երկրպագուներին։